Հրապարակ-թերթը գրում է Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանի մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը։ Հիշեցնենք, որ նա քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում 28-րդն է։ Ասում են լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Երկրապահ կամավորականների միությունը, որի նախագահը Սասուն Միքայելյանն է, լուծարվելու է, կառույցը վերանվանվելու է վետերանների միություն։ Սա եւս ըստ էության ադրբեջանական պահանջների կատարման շարքում է։ Միքայելյանը երեկ մեզ հորդորեց չշտապել, ժամանակը կգա, կիմանանք վերցնում է մանդատը թե չէ, ասաց նա։ Իսկ ԵԿՄ փակվելու լուրերի առնչությամբ էլ ասաց, որ լուրջ չվերաբերվենք, 4 տարի է խոսում են այդ մասին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ժողովրդի տեղեկություններով վարչապետի աշխատակազմում փոփոխություններ են սպասվում։ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ամենավստահելի կադրերից մեկը Արայիկ Հարությունյանը շրջանառության տակ է։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում առաջիկայում կարող են կադրային լուրջ փոփոխություններ լինել։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դիրքերը նոր կառավարության ձևավորման գործընթացում զգալիորեն թուլացել են եւ մեծ է հավանականությունը, որ նա չի վերանշանակվի նույն պաշտոնում։ Մեր տեղեկություններով Արայիկ Հարությունյանը երկարատև արձակուրդի է մեկնել հուլիսի 1-ից մինչև հուլիսի 24-ը ներառյալ, ինչը իշխանական շրջանակներում արդեն կապում են սպասվող կադրային փոփոխությունների հետ։ Ըստ նույն աղբյուրների վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Լիլիթ Մակումցն է, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի թիմակիցներից մեկը։ Հրապարակ-թերթը գրում է. օրերս պաշտպանական գերատեսչության ամենաբարձր օղակներից ներքին հրահանգի իջեցվել անձնակազմին խորհրդարանական ընտրություններին ներգրավվածության հարցով ներկա բացականել բանակում։ Այն է հասկանալ, թե ովքեր են կատարել հունիսի 7-ից առաջ իջեցված հրահանգը, ովքեր չեզոք դիր գրավել եւ հատկապես բացահայտել սաբոտաժ անողներին, հրահանգը չկատարողներին, որոնց հորդորելու են ազատման դիմումներ ներկայացնել։ Հրապարակ-թերթը գրում է. ուրեմն մինչ սահմանադրական դատարանում վիճարկվում էին հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, մինչ ընդդիմության ներկայացուցիչները քարը-քարի վրա չէին թողնում բարձր դատարանում, Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրն արդեն պաշտոններ են բաժանում։ Կներեք, որ իշխանության միջանցներում դեֆիցիտ բառ գործածենք, բայց տարական պարկեշտությունը հուշում է, որ նախ պետք է սպասել սահմանադրական դատարանի որոշմանը։ Պաշտոնների թեկնածուներ են ընտրում, թող ընտրեն, ի վերջո հանրության համար բացարձակ էական չէ, որ պաշտոնում որ ԿՊԱ-կանը կնշանակվի, այնտեղ ամեն ինչ որոշում է մեկ մարդ։ Հրապարակ-թերթը գրում է. շուրջ 1 տարվա պաշտոնավարումից հետո երեկ Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն անակնկալ հայտարարեց իր հրաժարականի մասին։ Մեզ պատմեցին, որ վերջին շրջանում Դանիելյանի նկատմամբ պրոցեսներ են գեներացվել եւ արցախցիների եւ հայաստանյան ինչ-ինչ շրջանակների կողմից, որից էլ օգտվել են իշխանությունները ու մեծացրել ճնշումը նրա նկատմամբ։ Պարզվում է Հայաստան բռնի տեղափոխումից հետո Արցախի վերնախավը դատական կարգով ակտիվացրել է Արցախի ֆրուտ ընկերության հաշիվները, հիմքում դնելով այն փաստարկը, որ ընկերությունը մեծ պարտքեր ունի արցախցիներին եւ այդ գումարները հարկավոր են ժողովրդի պարտքերը մարելու համար, բայց ընդհանուր 36 միլիոն դրամից 16 միլիոնն է պարտք եղել, մնացածը հաշվառել են պետական բյուջե, որ օգտագործեն Արցախի ներկայացուցչության ծախսերի համար։ Սակայն ներկայացուցչությունը խորհրդարանի падգամավորները վերջերս դժգոհություն են հայտնել այդ գումարների տնօրինման հետ կապված, թե ինչու կոլեկտիվ չեն որոշվում այդ հարցերը։ Այլ Դանիելյանը միանձնյա է տնօրինում, սակայն հրաժարականի հարց, ինչպես մեր աղբյուրը պնդեց, երբեք չեն բարձրացրել։ Ավելին, երբ Դանիելյանն ասել է, եթե կասկածում են իրեն, հրաժարական կտա, թող ուրիշը գա, դեմ են արտահայտվել, հասկանալով, որ ներկա իրավիճակում դա Հայաստանի Հանրապետության իշխանությունների ծրագրերի ջրաղացին ջուր կլցնի։ Այլևս թույլ չեն տա Արցախի ազգային ժողովի նախագահ ընտրել եւ կվերացնեն այդ կարևոր պետական ինստիտուտը։